ինչի համար մարդերեք թուղթ հրապարակեց, ինչ-որ չգիտեմ, թղթի կտորը հրապարակեց, ինչ-որ աբսուրդ բաներ են ասում։ Եվ դրա շրջանակներում հանձնարարություն ստացվել ուժային կառույցներին, որ հուզարկություններ անեն եւ եթե մի քանի օր առաջ մարդկանց տանում էին քննչական բաժանմունք տանում ոստիկանություն ավելի շուտ, հիմա արդեն մեր տեղեկություններով օրինակ վարազդատին տարել նահացը մնացածի մասով այս պահին ինֆորմացիա չունենք ռեպրեսիաների հերթական փուլն է այս անգամ կարծում եմ որ ավելի մասշտաբները մեծ են ու ընդգրկված է ուժային բոլոր կառույցը ոստիկանություն, ԱԱԾ, քննչական բաժանմունք, քննչական կոմիտեն, այսինքն կարծեք թե տրամադրություն կա, որ այդ մարդկանց տանեն ԱԱԾ հետագայում նաև որոշակի գործեր կարվեն։ Ծանրագույն հոդվածի մասին ենք ըստ էության խոսում, չէ՞։ Ում կողմից ծանրագույն։ Իրենց կողմից այդ ծանրագույն մարդիկ բնականon առանց որևէ մի օրենք խախտելու, առանց որևէ մի, չգիտեմ, կետ խախտելու, անցած անգամ մոտավորապես մոտ թվերը, որովհետև ամեն անգամ թարմացվում են տեղեկությունները, մի 5 տասնյակից ավել մարդկանց տարել էին ոստիկանական բաժանմունքներ։ Այդ ոստիկանական բաժանմունքներ տանելուց հետո քննչական գործողություններ կատարելուց հետո որևէ մեկի կողմից խախտում արձանագրված չէ, այսինքն սրբազան պայքարի աջակիցներից թե ՀՅԴ ղեկավար կառույցի անդամներից որևէ մեկի կողմից հակաօրինական գործողություններ չեն կատարվել։ Պարոն Դանիելյան, ձեր կարծիքով ինչից է այս պահին իշխանությունը ահաբեկված, եթե հաշվի առնենք եւ Նիկոլ Փաշինյանի եւ իր կնոջ գրառումները եւ իրավապահ համակարգի այս գործողությունները։ Հայ ժողովրդից վախենում է այս մարդը։ Ումից պիտի, ասենք, ես չեմ հասկանում։ Մի գործընթաց է գնում տերորի, բռնությունների, որը որ նորանկախ Հայաստանի Հանրապետության մեջ աննախադեպ է։ Մարդկանց տնել մտնել, ասեն որ երրորդ անգամ տանեն ոստիկանություն, ԱԱԾ, սա ինչի մասն է խոսում։ 37 թիվն է, էլի։ 37 թիվն է եւ մարդը հիստերիկ էլի նոպաների մեջ հերթական SMS հաղորդագրությունն է ուղարկել, որ գնացեք ամեն գնով փորձեք ինչ որ մի բան գտնել։ Հիմա կարող եմ այս տնից մի հատ կետչուպ գտնեն, ասեն դա ուրեմն բանա նպաստել է որպեսզի Հայաստանում հեղափոխություն իրականացվի կամ չգիտեմ ուրիշ մի տան իր կամ պարագա կամ ծխամորճ ինչ որ մի բան գտնեն դրա վրա փորձեն անհիմն աբսուրդ ինչ որ մի բան կառուցեն կամ ինչ որ մի հատ գործ հարուցեն։ Պարզաբար որևէ բան չկա։ Լիներ այս ամիսների տարիների ընթացքում հաստատ իրենք պահաբաց չեն թողնի։ Ես նույնց եմ կրկնում, ես կասկած անգամ չունեմ, որ սա հստակ ուղղորդված, պլանավորված եւ ամենաիշխանական վերին օղակներով պլանավորված գործ է եւ իրենց գրառումները եւ իրենց այդ չգիտեմ A4 ֆորմատի վրա այդ ճղճի մեծ մի քանի նախադասությունը կարան հիմք հանդիսացնեն, որպեսզի ռեպրեսիաների նոր փուլ սկսեն։ Բագրատ Սրբազանի հետ խոսել եք Ոչ, ներսում ոչ մեկի հետ չեն կարողանում խոսանք, ես եւ իմ գործընկեր Հայկ Մամիջանյանը փորձել ենք ներս մտնենք, թույլ չեն տվել։ Ասենք ազգային ժողովի падգամավոր ենք ի վերջո եւ մարդիկ ներսն են եւ մենք առնվազը ներսում լինենք, որպեսզի տեսնենք, եթե քննչական գործողություններ են իրականացվում, մենք էլ ենք ուզում տեսնենք, եթե քննչական գործողություններ են իրականացնում, ինչ արվում ի վերջո։ Պարոն Դանիելյան, մամուլը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է իջեցրել թիմակիցներին, որ պատրաստվում են, որովհետև հոգևորականների վրա իրենք հավաքել են դոսիեներ, որոնք կհրապարակեն։ Մենք սպասենք այդպիսի մի լարված իրավիճակի եւս հոգևորականների հետ կապված։ Դուք երեք տեսաք իր գրառումը։
Ես Մեկը։ ասենք նա ճիշտ եք ասում, ամեն 10 րոպեն անհետ абսուրդ բաներ գրելով մարդը հստակ ասում է, որ ես չեմ հանդուրժելու Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի եւ նաեւ հետ չի կանգնում իր այդ մարազմատիկ հիմար այդ կպչուն մտքից, որ քանդելու, ավիրելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Այն մարդիկ էլ որ կանգնում են ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու, այդ մարդը համարում է օրենքից դուրս։ Ով որ կփորձի պաշտպանի, հայտարարություն անի, աջակցության գրառում անի, այս մարդը ասում է ես հաս չեմ այդ ամեն ինչի հետ եւ Հայաստանում պետք է դիրի բռնապետություն։ Ես օգտվելով առիթից նաեւ ուզում եմ կոչ անել բոլոր են իրավապաշտպան կներեք կազմակերպություններին, մարդու իրավունքներով զբաղվող ուր եք, որտեղ եք, այս ամեն ինչի հետ դուք հաշտեք, նորմալ է այս ամեն ինչ ինչ որ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում։ Նույնն է նաև Եվրոմիության դեսպանին, նույնն է այլ ուրեմն երկրների դեսպանատներին։ Սա տոտալ բռնապետական ռեժիմին բնորոշ վարքագիծ է եւ պետքա սրա մասին կարծիք հայտնել, տեսակետ հայտնել եւ ի վերջո այս իշխանություններին իրենց տեղը ցույց տալ։ Հերիք եղավ, բոլ եղավ արդեն։ Բոլոր սահմանները, բոլոր չափերը իշխանությունները անցնում են։ Չկա մի գիծ, որ այս մարդիկ չփորձեն հատել։ Այս պայքարում կրկնում եմ, այս պայքարը, որ սկսվել է, այս խաչակրած արշավանքը, որ սկսվել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու, տանուլ են տալու։ Իրենք չեն հասկանում, որ արդեն իսկ եկել է իրենց հետ հաշվարկի սկիզբը։ Եվ կրկնում եմ, այս ամբողջ մեր պատմության մեջ ով որ փորձել է հարձակվի հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այդ մարդիկ տանուլ են տվել եւ ես համոզված եմ, որ այս հերթական ճակատամարտն էլ որ նախանշում է, պլանավորում է, կազմակերպում է սույն անձը, ինքն է շատ կարճ ժամանակամիջոց, կարճ ժամանակահատված հետո ինքն է հայտնվելու այդ կարգավիճակում։ Ինքն է հայտնվելու այդ կարգավիճակում, որովհետև իր համար արդեն այլևս նշանակություն չունի 105-րդ անգամ է խախտում օրենքը, 106-րդ անգամ է խախտում օրենքը, 110-րդ անգամ է խախտում օրենքը։ Իր համար դա ոչ որևէ մի կապ չունի։ Ինքն էլ բացահայտ ասում է ես իրավապահ համակարգին ցույցում եմ տալիս, գնացեք աշխատեք։ Սա արդեն քրեական հոդված է։ Ոչ մեկ իրավունք չունի ուղղորդելու իրավապահ համակարգին, SMS գրելու գործից հանելու, SMS գրելու այս կամ այն մարդու տները մտնելու, ձերբակալելու։ Հայ մարդը ասում է, չի ազգային ժողովում ասում էր, պատվալներում եք հայտնվելու։ Պատվալներում եք հայտնվելու։ Բացահայտ նա ասում է, պարոն Դանիելյան, այդ դեպքում ինչ է պետք անել, որպեսզի այս ճնշումները այլևս չշարունակվեն։ Պետք է համախմբվել, այս ուխտը բոլորի դռաններ չոքելու է, այն մարդիկ, որոնք որ մտածում են, որ դե գիտեք ինչ կա, այս օրինակ սրբազան պայքարի շարժման հետևից են գնում, այս կամ այն ուրեմն քաղաքական գործիչի հետևից են գնում, մի օր գալու են իրենց հետևից։ Ես չեմ հոգնի կրկնել, որ ասում են ես եկան հрьяաների հետևից ես ասի հрья չեմ, եկան կոմունիստների հետևից ասի ես կոմունիստ չեմ, հետո եկան իմ հետևից, հետո գալու են բոլորի հետևից։ Եթե ազգային բարերարին մարդուն, որը որ Հայաստանի Հանրապետության համար այդքան բարեգործական ծրագրեր է իրականացել, հիմա տանում են եւ գիտեք արմավիկ քրեակատարողական հիմնարկ տան, հետո տան այն հետեւածը, իրենց համար ինչ կա, ոչ կարմիր գիծ կա, ոչ բան կա, ասում են մենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ենք, բայց քանդում են եկեղեցին, ասում են բա մենք բան ենք, չգիտեմ, ինչ որ պետականության հիմքերում կանգնած ենք, ենք ենք, բայց քանդում են պետականության հիմքերը, սա նաև կարծում եմ ծրագրի մի մաս է, փորձել այն ազգային ուժերը, որ կան, որոնք որ դիմադրություն ցույց կտան, այդ մարդկանց փորձել արանքից հանել, ադրբեջանցիներին բերել բնակեցնել։ Պատահական չէ Ջեյուն Բայրամովի վերջերս կատարած գրառումը, որով որ ասում էր, որ 300,000 ադրբեջանցիներ պիտի վերեն բնակեցնեն։ Այսինքն այս ամեն ինչից հետո Հայաստանի Հանրապետությունում կհայտնվեն ադրբեջանցիները։